Ձայնագրությունը հրապարակվել երկու հոգևորականների մասնակցությամբ, ըստ սկզբնաղբյուրի նրանցից մեկը Մայրաթոռի արտաքին հարաբերությունների ու արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskoposն է, մյուսը նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը։ Գտվում է, որ կաթողիկոսը հորդորել է ընտանիքի հետ մասնակցել հակաիշխանական ցույցերի ու նշել, որ մեջբերում եմ Նիկոլը մեղքի խորհրդանիշ է։ Ինչ է նշանակում մորից վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շունդ առա, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տաղեն զոհված ինքը վիշտը ստիպտը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի, ոնց են մորից քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Մայրաթոռն է հանդես եկել հայտարարությամբ։ Այս օրերին ողջ իրավապահ եւ դատական համակարգը լցված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Ոչ հաստատում, ոչ հերքում է Մայրաթոռն այս ձայնագրության իսկությունն իր հայտարարությամբ։ Հանրային դաշտում մտահոգվում են, գուցե հաջորդ թիվ բանը հասնի կաթողիկոսի քրեական հետապնդմանը։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է, երբ՝ այսօր, վաղը, երկուշաբթի, թե մի քանի օրից։ Եթե Մայրաթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։ Ազգային ժողովի փոխնախագահն է անդրադարձել հրապարակված ձայնագրությանն ու եկեղեցու արձագանքին։ Մայրաթոռը հաստատեց, որ ձայնագրությունն իրական է։ Լավ, բռնես 1700-ամյա սրբագույն կառույցը փռեց Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ոտքերի տակ, որպես քաղաքական կապիտալ, հանուն ինչի։ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Ավելի վաղ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է հոգևորականների ձերբակալությունն ու անընդունելի համարել երևույթը։ Արամ Վեհափառը հանձնարարել է մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան Սրբազանին իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ վարչապետին։ Կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների, պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն։ Մինչդեռ ըստ կառավարության Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականը վարչապետին է փոխանցել Արամ Առաջինի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Առաջին կաթողիկոսին։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։